Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ ջան, ես իհարկե ցանկություն չունեի եթեր մտնելու այս ելույթը անելու, բայց ինչպես նախորդին ելույթներում եմ ասել, ազգասեր մարդը, հայրենասեր մարդը չի կարող անտարբեր մնալ մեր երկրի ճակատագրի։ Բազմաթիվ մարդկանց չափից ավելի կարող եմ ասել, թե մեսիջներ, թե զանգեր եմ ստացել, որպեսզի ինչ-որ բան ասեմ, մարդիկ սպասելիքներ ունեն, լսելիքներ ունեն, տարբեր շեշտադրումներ են արել, տարբեր թեմաներից, որպեսզի ես պարզաբանեմ, խոսեմ, ասեմ։ Իհարկե Սողոմոն իմաստունը չեմ, բայց հնարավորինս փորձում եմ կիսվել իմ ժողովրդի հետ, ինձ հարգողների։ Նախապես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր նման գնահատականի են ինձ արժանացրել վերաբերմունքի եւ դիմել են, նորից եմ ասում, մեսիջներով, թե զանգերով, որպեսզի ասեմ որոշ բաներ, որոշ հարցերի շուրջ։ Նախ առաջին ուզում եմ շնորհավորել մեր Գյումրու Կումայրի հաղթանակը։ Վերջապես մեր ազգի մեջ այն ինչի մասին, որ մենք ասում էինք, շատերի համար դա մի քիչ անհասկանալի էր, չէին պատկերացնում, որ նման բան կարող է լինել։ Բայց կարող է լինել, հարգելիներս, հայեր ջան, մենք լավ ժողովուրդ ենք, շատ լավ ժողովուրդ։ Եվ խորհուրդ կտամ ամեն մի հայի իրեն հայելու մեջ նայելուց ասի. ես հայ եմ, Աստծո մարդն եմ եւ խոսում եմ Աստծո լեզվով եւ հպարտ լինի իր հայ տեսակով եւ օրինակ լինի մյուսներին։ Այսօր եւ միշտ փառաբանված է իմ հոգին, ինչի համար, հոգիս ու սիրտս, որովհետեւ ազգային զարթոնք է տեղի ունենում, ազգային զարթոնք է տեղի ունենում, որի համար շնորհավորում եմ բոլորիդ։ Ես միշտ եմ ասել, եթե Աստված չկամենա, ծառի տերևներն էլ իրար չեն գա։ Հիմա համոզվեցիք, որ Աստծո ներկայությունը կա եւ գոյություն ունի։ Իհարկե լավ կլիներ, որ առանց տեսնելու հավատայիք, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում։ Դա նշանակում է առանց տեսնելու հավատալ, քո հավատքի մեջ զորացած լինել։ Այլ ոչ թե աչքս տենա նոր հավատամ։ Տենալու համար էլ ամեն մի մարդուց է կախված իր աշխատանքից։ Արա գործդ, աչքովդ ինքդ կտեսնես ու ինքդ էլ կփառաբանվես քո համոզմունքների մեջ։ Սա այսպես։ Այսօր այո, ազգային զարթոնք է տեղի ունենում։ Ես հպարտ եմ, շատ հպարտ։ Եվ գյումրեցիներին մաղթում եմ աշխարհի տակ ինչ լավագույն բան կա նրանց եւ մեր ողջ հայ ժողովրդին։ Թող ազգային զարթոնքը Գյումրիից տարածվի ողջ Հայաստանի ժողովրդի եւ մեր արցախցիների վրա։ Ազգային զարթոնքը հենց այնպես չի լինում։ Ազգայինն է մեր ճանապարհը, ազգայինն է մեր տեսակը։ Իսկ ազգային ներկայացնող մարդը չի կարող ազգայնական չլինել, հավատացեք ինձ։ Ազգայինն ու ազգայնականը նույն բաներն են։ Ազգայնականը ազգ բառից է սերված։ Ազգայնականը իր կյանքը դնում է հայրենիքի զոհասեղանին առանց որևիցե մի ակնկալիքի, անգամ աչքը չթարթելով։ Այ հենց նման ազգի զավակներն էլ ազգի ընտրյալներն են, որոնց պետք է ճանաչեք, գնահատեք եւ ուրախությամբ ասեք եկեք ձեր ցավը տանեմ, իշխանությունը վերցրեք
Փրկեք մեր հայրենիքը, մեզ էլ, մեր պատմությունը, մեր կրոնը, մեր ամեն ինչի տերը եղեք։ Եվ սիրո, փոխադարձ հարգանքի ջերմությամբ կառուցենք մեր երկիրը համատեղ ուժերով։ Այո, ազգային զարթոնք է տեղի ունենում, որի համար ես հպարտ եմ այսօր։ Ես այսօր եւս մեկ անգամ համոզվեցի 100% էլ կասկած չունեմ, որ մեզպես, ինձպես եւ իմ նման շատերի խելացի հորդորները, խոսքերը հասնում են այնտեղ, որտեղ որ պետք է։ Այնքան խոսեցինք ազգայինից, որ միայն մենք մեր ավանդույթներով պետք է մեր տեսակը պահենք։ Ես միշտ եմ ասել, ազգայինից դուրս բոլոր այն բարքերը, որ այս սատանիստները ներմուծել են մեր հայրենիք, մեր ժողովրդի կյանք, դրանք մեր թշնամիներն են։ Ազգայինից դուրս կկործանվենք, ազգայինից դուրս կպարտվենք, որ բերեցին պարտություն։ Ազգայինից դուրս ամեն ինչ կուզեք մտածեք, բոլորը մեզ համար օտար են։ Միայն ազգայինը, սա է մեր գենետիկան, մեզ չեն կարող պարտադրել, մեզ ժամանակավորապես կարող են շշմացնել, շեղել։ Բայց ինչպես ասում է խոսքը իմաստուն, արդարը 7 անգամ էլ ընկնի, դարձյալ ոտքի կկանգնի։ Ամեն ինչ պետք է լինի ազգայինի վրա։ Ազգայինը, ազգայնականը, դա պետության հիմքն է, ֆունդամենտը, արմատներն է, որի վրա որ կանգնած ենք բոլորովս։ Ոչ միայն իմ նման անհատը եւ ինձ նմանները, այլ ամբողջ ազգը, մեր ու մանուկ, մեծից մինչև փոքր, բոլորը պետք է լինեն ազգայնական։ Ազգայնականը դա ֆաշիստը չէ, նորից եմ կրկնում։ Ազգայնական նշանակում է ազգասեր մարդ, իր ազգային պատվիրաններով, իր ազգային ավանդույթներով ապրող մարդ, իր կրոնին հավատարիմ մարդ։ Դրանից դուրս ամեն ինչ մեզ համար անընդունելի է, մենք չպետք է ընդունենք օտարը։ Օտար բարքեր ներմուծելով մեր երկիր, մենք կվերանանք այս աշխարհից։ Ինչու՞։ Միգուցե շատ ազգեր ընդունել են, հարմարվել են, ապրում են։ Հիմա հասկացաք ես 35 տարվա մեջ, որ մենք չենք կարողանում հարմարվել։ Մեր գենը, ես միշտ եմ ասել, հպարտանում եմ, չի ձուլվում ոչ մի գենի հետ։ Եթե հայ աղջիկը օտար տղա առնի, ամուսնանա, մեկ այդ երեխան հայեցի է մեծանում։ Հայ տղան օտար աղջիկ առնի, էլի այդ երեխան հայ է մեծանում, որտեղ մեր գենը, նորից եմ ասում, մեր գենը չի տրվում փոփոխության, չի տրվում ձուլման, որովհետև մեր գենը Աստծո գենն է։ Եվ այդպես էլ պետք է մնանք։ Գիտեք, ինչ պետություններ են աշխարհի քարտեզի վրայից վերացել գնացել, բայց մենք կանք, չէ։ Մեր ուժը, մեր գենետիկան է, մեր կրոնը, մեր ոգին եւ մեր սուրը։ Հավատացեք ինձ, այս 4 սրբությունները պաշտպանելով մեզ ոչ ոք չի կարող հաղթել։ Ընդհանրապես մենք անպարտելի ենք, մենք կանք ու կլինենք, մեկ հայ էլ մնա, նորից եմ ասում, հողի տակից ծիր կառնի, նորից ճյուղեր կտա կբազմանանք։ Ես ուրախ եմ գյումրեցիների համար եւ մի հորդոր ունեմ Վարդան Ղուկասյանին, շնորհավորում եմ իհարկե նրան եւ հոգեվոր առաջնորդ Միքայել Սրբազանին նույնպես։ Փոխեք անունը Կումայրի դրեք, դա է ճիշտը։ Դա էլ բերեք այդ պատմական արդարությունը, դա էլ այդ մի բանն էլ վերականգնեք, բարձր գյումրեցիներ ջան։ Դարձեք Կումայրիցիներ։ Կումայրի է, հին անուն է եղել։ Թող Գյումրիից սա մեծ հաղթանակ է, ես նորից եմ ասում։
Թող ազգայինը տարածվի ամբողջ Հայաստանի վրա եւ հայ ժողովրդի վրա։ Նորից եմ ասում, ազգային զարթոնք է տեղի ունենում, որին չէիք հավատում ոչ մեկը։ 35 տարի սրիկաներն են ղեկավարել երկիրը։ 35 տարի երկիրը ղեկավարել են ոչ հայրենասեր, ոչ ազգասեր մարդիկ։ Թող ոչ ոք չվիրավորվի։ Դա այդպես եղել է կա։ Փաստերը, նրանց ղեկավարման տարիները խոսում են հենց դրա մասին։ Բոլորս տեսել ենք։ Իհարկե, երկու երնեք միտեղ չի լինում, կատարյալ ոչինչ չկա։ Ես այդ մասին հիմա կակնարկեմ։ Բայց փաստացի այն ամենը, ինչ որ մենք տեսել ենք, ժողովուրդը տեսել աչքերով ու լսել ականջներով, դա չես կարող ջնջել ժողովրդի հիշողությունից։ Հիմա ասելիքս ինչ է։ Նախ շնորհավորում եմ բոլորիս, որտեղ Գյումրու հաղթանակը դա ողջ հայության հաղթանակն է լինելու։ Արշավը հենց սկսվելու է Գյումրիից։ Հաղթելու ենք։ Ազգային իշխանությունը Հայաստանի կենտրոնում, Երևանի կենտրոնում, իշխանության կառավարության շենքում նստելու ազգայնական ղեկավարներ։ Դուք ուզեք թե չուզեք, ազգայնական եք բոլորդ, մեծից մինչև փոքր։ Պարզապես դա դեռ չեք գիտակցում, չեք հասկանում, չեք կարողանում ձեր մեջ վերլուծել, թե ինչ է նշանակում ազգայինը, ազգայնական լինելը։ Դուք արդեն ծնունդով, ամեն մի հայ ծնունդով է ազգայնական։ Դա մեր ճակատին դաջված է աշխարհի սկզբից եւ այդպես էլ գնալու ենք։ Սա մեր խաչն է, ազգայնականությունը։ Ազգայնականը դա մի հիանալի զգացում է, մի գաղափար է, մի նվիրում է անմնացորդ ազգին։ Ազգայնականը դա չարիք չէ, ազգայնական լինելը դա փառք ու պատիվ է։ Փառք ու պատիվ։ Ազգայնականի համար 3 սրբություն կա. Աստված, հայրենիք եւ ազգ։ Հասկացաք հիմա։ Մի տրվեք սատանիստներին, թե ազգայնականները, նացիոնալիստները, դրանք ֆաշիստներ են։ Ոչ։ Ռուսներն էլ այստեղ սխալված են, որտեղ ծայրահեղ ազգայնականներն են ֆաշիստներ։ Ծայրահեղ, նորից եմ կրկնում, բայց ազգային ազատական սկզբունքներով մեր նման մարդիկ ֆաշիստներ չեն։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ այսօր ես նույնպես ականատեսն եմ լինում, որ Ռուսաստանում եւ ընդհանրապես աշխարհում սկսել են հասկանալ, որ ազգայնականները դրանք ազգի նվիրյալ զավակներն են։ Իրենց երկիրը ժողովրդին սիրող մարդիկ են, որոնք աշխատում եւ պայքարում են իրենց ազգի համար, բարօրության համար։ Այստեղ վատ բան չկա, շատ լավ բան է։ Հիմա մի փոքր ուզում եմ ավելի ընդարձակվել, որտեղ չեմ ուզում երկար խոսել, ասելու շատ բաներ կան, շատ բաներ, որոնք ձեզ շատ կհետաքրքրեն հարգելիներս։ Ես շատ բան ունեմ փոխանցելու ձեզ, բայց այդ մասին խոսեմ ամեն ելույթների մեջ, որովհետև չեմ կարողանա ժամերով նստել եւ այսպես խոսել։ Լսեցի Սերժ Սարգսյանի ելույթը։ Իրենց ՀՀԿ-ի համագումար էր, համաժողով էր 35 տարվա, եսի ինչ էր, ինչև է։ Սերժ Սարգսյանը մի քանի կետեր եմ ուզում իր ելույթից ձեզ ներկայացնել, իհարկե նորից փորձես լղոզել։ Նախ առաջինը ասեմ, որ եւս մեկ անգամ այդ մարդուն լսելով, ստիպված լսելով, հասկացա մի բան, որ այս մարդու մոտ ոչինչ չի փոխվել։ Իրոք ինքը անգրագետ անձնավորություն է, անգրագետ։ Ընդամենը ծիծաղել կարելի է, թե սա ոնց է Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատել։ Եվ նրա խափնված թիմակիցներն էլ նստած ծափահարում էին, չհասկանալով, որ նույն Սերժն է իրեն ստիպել, որ ընտրեն Նիկոլին, ձայները տան։ Պարոնայք ՀՀԿ-ականներ, դες կոչ եմ անում, խելքներդ, գլուխներդ հավաքեք, դուք էլ եք զոմբիացված։ Սերժը ձեզ տարավ եւ փուրը տվեց։ Դուք էլ եք խայտարակվել, ինքներդ ձեզ եք խայտարակել, որովհետեւ կռապաշտությունը մի անձին այդպես տրվելը, դա հղի է մեծ վտանգներով, որի հետևանքները հիմա դուք քաշում եք։ Ես կարճ կասեմ, Արցախի կորուստը եւ Հայաստանի այսօրվա վիճակը դա Սերժի շնորհիվ է։
եւ ՀՀԿ-ի անդամներ ձեր զայների տվածի արդյունքն է, որ Նիկոլ բերեցիք իշխանության։ Ես չեմ ուզում խոսել, արդեն բոլորին էլ պարզ է, ազգին էլ, բոլորին, որ դուք բերեցիք այդ մարդուն իշխանության։ Սերժը իրեն դրել է ամենայի տեղը։ Այդ տղա դու ով ես։ Ասում է հիմա տեսակ իր ելույթում, մեջ բերում ամեն։ Մերժելով Սերժին, ինչի հասակ։ Չէ, հա, չդիմացար, հա, ուրեմն ես ամբողջ խաղը սարքել էիր, գիտակցելով, որ Նիկոլը տգետ դավաճանի մեկն է, ժողովուրդը դա շուտ ուշ կհամոզվի եւ նորից նախկիններին երանի տալով քեզի նորից կբերի մեյդան, հա, կհիշեն նախկինի կարոտները, չհանդամ թե թալան չի եղել, ջանդամ թե Սերժիկի աղբերը 50-50 չի եղել, ջանդամ թե Սերժիկի իշխանությունը կոռումպացված չի եղել, բայց զաթո գոնե Արցախը կար, հա։ Հայաստանի տարածքներից էլ չէր գնա Ադրբեջանին։ Եվ հաշվարկները սրա վրա կառուցելով մտածում էի Սերժիկ, որ նորից քեզ հետ կբերեն իշխանության, բայց դա էլ չեղավ։ Դու քեզ դրել էիր մեծ ընկերոսմայստերի տեղ, շախմատի դաշտի մեջ Նիկոլի նման այդ որ ծաղրում էիր, թե այս կալոունին մենք խաղացնենք վերջում իշխանությունը ձեռից կվերցնենք, թող գայինք հետ այդ ամենը, որ դավաճանի պիտակը Սերժիկ քո ճակատին չգրվեր, այլից հիմարի ճակատին։ Ու հետո դա ժողովուրդը տեսներ, նորից կարոտեր նախկինին ու քեզ բերեր իշխանության, հա։ Նիկոլի նման այդ քո ասած տգետը, որին որ դու լավ չես մշակել, քո նման գրոսմաստերին շախմատի դաշտում սարքեց պեշկա, դու ընդամենը պեշկա ես Սերժիկ, ուրիշ ոչ մի բան, դու ոչնչություն ես Սերժ, ոչնչություն, ու այդ որ ասում ես գնացիք, էշի ճակատը պաչեցիք, այդ էշին դու ես բերել, և ժողովրդին քո անձնական պրինցիպների, քո անձնական շահի համար, քո անձնական ամբիցիաների համար, ժողովրդին տարար այդ էշի ճակատին համբուրել, տվիր, որ շուտով դա էլ կհասկանան ու կգան քո նման մարգարեին նորից կբերեն մի մետրանոց բոյով, կդնեն իշխանության աթոռին։ Դու ընդամենը Սերժիկ ողորմելի ճղճիմ ստոր անձնավորություն ես։ Դու ընդամենը ոչնչություն ես։ Քո այդ ճառն էլ որ գրած կարդում էիր, անգրագիտություն ես ծերից ծեր։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, նա սրիկա եղել է, սրիկա էլ կմնա, ես չեմ ուզում նորից անդրադառնալ։ Այստեղ ես մի փոքր ուզում եմ խոսել Սերժ եւ Քոչարյան հարաբերություններից։ Այո, Քոչարյանն էլ այն ղեկավարը չէր, որ պետք է Հայաստանը ունենար։ Եվ այսօր շատ է շարժվում, որ Քոչարյանը բերում են այնտեղ թե ցանկություններ է ունեցել, ամերիկյան գոսդեպարտամենտն էլ է ասում, թղթեր է ներկայացնում, չգիտեմ, ժողովրդի մեջ եւ այլն, հավատում եմ այդ ամեն ինչին, որ ուզեցել է Զանգեզուրը տա ժամանակին։ Ասենք թե մարդու մտքով նման բան անցել է։ Գիտեք ինչ, շատերի մտքով է շատ բան անցնում, կատարյալ մարդիկ չկան։ Բայց ես սիրում եմ խոսել փաստերով եւ բացի փաստերից ուրիշ ոչինչ։ Ասենք թե նորից եմ ասում, անցել է Քոչարյանի մտքով նման բան, բայց տվեց ինքը Զանգեզուրի միջանցքը, չտվեց, չէ։ Հասկացավ, թե ինչ վտանգի, հետո հույսով եմ, որ հասկացած կլի, թե դա ինչ ստրատեգիական վնաս կբերեր Հայաստանին, փոխանակելով իբր Արցախի հետ։ Ոչ, ուժեղ ղեկավարը կարող է եւ Զանգեզուրն էլ պահել, Հայաստանն էլ, Արցախն էլ, թող հələ պայքարի Նախիջևանն ու Գանձակն էլ, որը Կիրովաբադ է կոչվում, դա էլ վերցնի։ Իհարկե այդ ոգին ու կամքը չունեին ոչ մեկ։ Եվ ընդհանրապես դիվանագիտությունից, քաղաքականությունից զերո անձնավորություններ են եղել այս մարդիկ։ Սրանք պահի, ժամանակի, ազդեցության տակ, կիսապռատ, կողքից լսելով խորհրդատու, անգրագետների, կիսագրագետների, այսպես երկին է ղեկավարել եւ բերին հասցրին այսօրվան։ Բայց Քոչարյանը էլի եմ ասում, համեմատած Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի եւ այս սրիկայի վերջին, այս խեղկատակի
Դրանց բոլորի մեջից չարյաց փոքրագույնն է, որը որ որոշակի առավելություններ ունի նրանց վրա։ Այո, Քոչարյանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում շատ հստակ է եղել, ինքը խիստ է եղել այդ հարցում։ Ես չեմ ուզում անդրադառնամ Քոչարյանի անձին, ես ոչ Քոչարյանի հետևորդ եմ եղել, ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ, ոչ ինչ որ մեկի հետևորդ։ Ես ազգայնական մարդ եմ եւ ազգայնական գաղափարի հետևորդ եմ։ Ես ազգային մարդ եմ։ Բայց Քոչարյանը թող շատ լավ իմանա մի բան, որ Սերժիկը իրեն էլ գցեց։ Ու ես վստահ եմ եւ համոզված եմ, որ իմ բազմաթիվ ելույթների մեջ, որ ես բացահայտումներ եմ արել, ես այսօր համոզվեցի եւս մեկ անգամ, որ իմ ելույթները, իմ ձայնը հասնում է իրենց ականջներին։ Լսում են, հասկացան, թե Գյումրու հարցով, որ դիմեցի ելույթով, որ ժողովուրդ ջան ողջախոհ եղեք։ Նախկինները են եղել մեր պապերը, բայց նրանց սխալները չգործեք։ Վերցրեք միայն լավ կողմերը։ Եվ փառք Աստծո, Գյումրին այսօր հաղթանակեց, ազգայինը հաղթեց այնտեղ, եւ դա կտարածվի ողջ Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա։ Ես ուրախ եմ դրա համար, եւ ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին։ Իսկ Քոչարյանին մի բան կասեմ։ Քոչարյան Սերժը Գյուրզաուցից էլ բետարոց է։ Նա միշտ էլ քո տակը փորել է։ Դու նրա համար միշտ ոչ նախընտրելի անձնավորություն ես եղել Քոչարյան։ Դու նրան խանգարում ես իր կեղտոտ գործարքների մեջ, իր ցանկությունների, ձգտումների ճանապարհին դու ես կանգնած։ Դու նրան խանգարում ես, որտեղ մտել ես քաղաքական ասպարեզ։ Սա էլ ասում եմ թող Քոչարյանը լավ իմանա, չնայած գիտի արդեն, շատ լավ գիտի։ Եվ թող ժողովուրդն էլ իմանա, որ համեմատած Լևոնի, Քոչարյանի եւ այս սրիկայի վերջին օծի գլուխը հենց Սերժն էր, որ կործանեց այս երկիրը ու Արցախի կորուստն էլ գնաց հենց իր սխալ հաշվարկների հետևանքով։ Նորից եմ ասում, դու Նիկոլ բերեցիր այն ակնկալիքով, որ այդ հիմար այնքան ապուշի մեկն է, կտա հողերն էլ, SLN էլ, թող դա գրվի իր վրեն։ Ժողովուրդ ջան, հիմա հասկացաք, ոնց կարող եք ասել, որ Սերժ Սարգսյանը հայ է, իսկ միգուցե նաև եւ թուրք է, ինչու՞ չէ։ Եթե Նիկոլի ձեռով է տեղածը հետ տվել, ուրեմն թուրքից բետար թուրք Սերժ Սարգսյանն է։ Իզուր տեղը Սերժիկ մի ծղրտա, դու ոչինչ ես, ոչնչացված անձնավորություն ես, եւ դու ապագա չունես մեր երկրում։ Եթե կարող ես գտնել մի անցք, որտեղ կարող ես թաքնվել, որպեսզի ազգային տղեկի եւ ընդհանրապես ժողովրդի ձեռքերը քեզ չհասնեն, ուրեմն դու պետքա ամբողջ կյանքիդ երևի միակ շահումը դա լինի, որ փրկվես, բայց չեմ կարծում։ Այս աշխարհի վրա այս տեխնիկայի դարում ասեղն անգամ կարելի է գտնել։ Դու պատասխան ես տալու Սերժ։ Պատասխան կտան իհարկե բոլոր ղեկավարները։ Թող պատվով կրեն իրենց պարտությունն ու թող պատվով էլ ընդունեն ժամանակին իրենց դեմ, ապագայում իրենց դեմ դրվելիք մեղադրանքները։ Դա ընդունել սխալը, դա նշանակում է տղամարդ լինել, այլ ոչ թե լղոզել քո մեղքը գցելով սրա կամ նրա վրա։ Այսքանը ժողովուրդ ջան, ինչ վերաբերում է հանրապետական կուսակցությանը, որ Սերժ Սարգսյանը այնտեղ որսում են, որ Աշոտ Նավասարդյանն է եղել հանրապետական կուսակցության հիմնադիրը, ստեղծողը, այդ գաղափարի մտահղացումը, որ նրա մեջ է իբր Աշոտը արթնացել, եւ հանրապետական կուսակցություն, այդ անունը, անվանումը, որ ամբողջը, այդ կուսակցության կանոնադրությունը, որը ստեղծվել էր ազգային ազատական հիմունքների վրա, գաղափարը, այդ ամեն ինչը շեղեցին եւ տարան այլ ճանապարհով։ Երկրորդ ելույթի ժամանակ սպասեք, սա շատ կարևորագույն ելույթ է լինելու։ Դուք կիմանաք
ինչ է կատարվել, ոնց է կատարվել եւ ոնց է ստեղծվել այդ կուսակցությունը, ում մտահղացումն է եղել եւ ում շուրթերից են դուրս եկել հանրապետական կուսակցություն այդ բառ, այդ անվանումը։ Կիմանաք նաեւ եւ ով է եղել Աշոտ Նավասարդյանը, մեռելների հետևից ես չեմ խոսում, չեմ սիրում խոսել, բայց ժողովուրդը պարտավոր է իմանալ ճշմարտությունը։ Այդ մեռելները մարգարեներ եւ սրբեր չեն, որպեսզի նրանց ձեռք չտան։ Սխալը մեկն է, ճիշտն էլ մեկն է, ու պետք է ժողովուրդը այդ ճշմարտությունը իմանա։ Այնպես որ ժողովուրդ ջան, պատրաստվեք երկրորդ իմ ելույթին իմանալու հանրապետական կուսակցության ծնունդ առնելու պատմությունը։ Ոնց է դա կայացել, ոնց է ստեղծվել այդ կուսակցությունը, նույն Աշոտը ինչ դեր է խաղացել, ով է եղել ինք այդտեղ եւ դրանից բխող մնացած հետևանքները։ Կա կուսակցության վկայականը։ Իհարկե հիմա կարող է հանրապետականները դա փոխել են, բայց առաջինը պահպանվել է։ Դուք դա դրանում շուտով կտեսնեք, ես այսպես կպահեմ եւ ձեզ ցույց կտամ։ Հիմնադիրները ով են եղել։ Իհարկե ինչ բաներով այս անձնավորության անունը այդտեղից դուրս է թռել, բայց դա կարևոր չէ, այնտեղ կա գլխավոր մարդը։ Դուք կտեսնեք եւ կիմանաք ողջ ճշմարտությունը։ Ով է իրական հանրապետական կուսակցության ստեղծողը, մտահղացումը ում մեջ է առաջացել։ Եվ ով է ստեղծել այդ կուսակցությունը, այսինքն ովքեր։ Եվ ում մտքում է դա ծագել, առաջին մարդը, որ ես նույնպես այնտեղ ներկա եմ եղել եւ դա իրականացրել ենք։ Շուտով այդ մասին կիմանաք։ Իսկ այսօրվա հանրապետականները եւ այդ կուսակցությունը դարձրին KGB-ի ֆիլիալ։ Սա չեկիստներով լցվան այնտեղ։ Ծիծաղելի է, չէ՞։ Ազգայնական հիմունքների ազգայնական կուսակցություն էր ստեղծված, բայց չեկիստները դարձել են ազգայնական կուսակցության անդամներ։ Սկսած Սերժիկից։ Եվ շատ մարդիկ այնտեղ նախագահներ դարձան կուսակցության։ Սենց բան որտեղ եք տեսել։ Չեկիստները, KGB-չիկները դառնան ազգայնական կուսակցության անդամներ։ Ժողովուրդ ջան, դուք շատ բան կիմանաք, շատ բան չգիտեք։ Ես այդ իմ ելույթով եկել, որ պետք է խոսեմ հանրապետական կուսակցության աշխարհ գալուց, շատ մարդիկ գլուխները պատով կտան շուտով։ Ու կլսեն իսկական ճշմարտությունը եղելիքը։ Հատառատ ով է եղել եւ ոնց է եղել այդ ամեն ինչը։ Հարգանքներս